1992-ի այս օրերին Հայաստանը եւ Ռուսաստանը պայմանավորվում են 3 էտապով 6 ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից դուրս բերել անդրկովկասյան զինվորական 7-րդ գվարդիական զորամիավորումը։ Զորամիավորումը վերջերս էր անցել Ռուսաստանի իրավասության տակ եւ անկախ Հայաստանի տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում ռեպրեսիվ գործողություններ չէր իրականացրել հայերի հանդեպ եւ հօգուտ հայերի չէր միջամտել Ղարաբաղյան հակամարտությանը։ Չնայած ռուսական զորամիավորումների հեռացմանը սպասվում է, որ անդրկովկասի 3 երկրներից Հայաստանն առաջինը Ռուսաստանի հետ կստորագրի փոխօգնության եւ բարեկամության պայմանագիր։ Ну, естественно, что если будет заключен договор, будут внесены определенные коррективы. И просто, я говорю, надо сейчас вот нам общими усилиями восстанавливать взаимоотношения хорошие, вот, и пытаться, чтобы дружба между нашими народами только крепла. 1997-ի հունիսի 23-ին միմյանց հետ լեզու չեն գտնում Երևանի պետական համալսարանն ու Լևոն Շանթի անվան դպրոցը։ Համալսարանին դուր չի գալիս, որ դպրոցն իր տարածքում է։ Համալսարանը վճռական է, դպրոցի աշակերտները եւ ծնողները բողոքում են։ Միակ դպրոցն է շրջապատում։ Ինչպես կարելի է փակել։ Սեպտեմբերի 1-ին եթե վերցնեն, մենք կգանք այստեղ եւ կնստենք եւ չենք թողնի, որ վերցնեն դպրոցը։ 1998-ի այսօրը հայ կանայք խոսում են ազգային անվտանգության մարտահրավերներից։ Նրանք Ռոբերտ Քոչարյանից պահանջում են դադարեցնել պետական գույքի սեփականաշնորհումը, հատկապես կոնյակի գործարանը։ 1998-ի այսօրը հայ էներգետիկներն անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը բացատրում են կորուստների մեծ տոկոսով։ Կառավարությունը տարվա սկզբին 2 վարկային պայմանագիր է ստորագրել ճապոնացիների եւ միջազգային զարգացման ընկերակցության հետ, որպեսզի սակագների բարձրացումով փակեն կորուստները եւ ծածկեն հեծի ընթացիկ ծախսերը։ Գագիկ Հարությունյանի ղեկավարած Սահմանադրական դատարանն այսօրը վավերացնում է այդ համաձայնագրերում տեղ գտած պարտավորությունների համապատասխանությունը սահմանադրությանը։ Հայաստանում ադամանդի արդյունաբերությունը թափ է հավաքում։ Նախորդ տարի ստեղծված DCA անգլիական ընկերությունը Հայաստանում մոտ 7.5 միլիոն դոլարի ներդրում է իրականացրել։ Բացվել է 700 աշխատատեղ, թեպետ մրցակից ընկերություն ունի։ Դեռևս չսեփականաշնորհված շողակն ադամանդագործական գործարանը։ Մենք շուկայից ենք գալիս։ Ոչ թե այստեղից են գնում շուկա։ 2000 թվականի այսօրն իր նստավայրում Ռոբերտ Քոչարյանն ընդունում է կաթողիկոսին եւ Գերագույն հոգեվոր խորհրդի պատվիրակներին։ Հոգեվորականները պարոն Քոչարյանին խնդրում են ներկայացնել Հայաստանի ներքաղաքական դրությունը։ Քոչարյանը սքեմավորներին վստահեցնում է, իրավիճակը կայուն է եւ վերահսկելի։ 2001-ի հունիսի 23-ին Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանը խոսում է անկախությունից հետո Քաջարան քաղաքում ներգաղթի մասին։ Քաղաքում շնորհիվ վերագործարկված պղնձամոլիբդենային գործարանի ապրում է ավելի քան 8000 մարդ, որից 2500-ն աշխատում է կոմբինատում, որը պետք է սեփականաշնորհվի հաջորդ տարի։ 2001-ի այս օրերին Սիսիանում երաշտ է, քաղաքապետ Լավրենտի Բարսեղյանն ասում է, որ գյուղացին ամեն ինչ ծախեց եւ գարնանացան իրականացրեց։ Հունիսի 23-ին նա ամփոփում է արդյունքները, ոչ մի գրամ բերք չենք սպասում։ 2004-ի հունիսի 23-ին ԵԽԽՎ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է Հայաստանի ընդդիմության դեմ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների ժամանակ կիրառված կոշտ միջոցները։ Գործողության կազմակերպիչները ցուցադրաբար քաղաքացիներին աննազանդության կոչ էին անում, ոստիկանությանն այլընտրանք չէր մնում, կարգուկանոնը վերականգնվեց արագ առանց գործողության մասնակիցների առողջությանը լուրջ վնաս պատճառելու, Ստրասբուրգի ամբիոնից ասում է Ռոբերտ Քոչարյանը։ 2009-ի հունիսի 23-ին Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից համաներումով ազատ է արձակվում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Գագիկ Ջահանգիրյանը։ Վերջինս առանձնապես հիացած չէ Սերժ Սարգսյանի համաներման հրամանագրով։ Համաժողովրդական շարժման, ճնշումների եւ եվրոպական կառույցների հորդորների ազդեցության տակ ընդունված կիսահղի փաստաթուղթ է։ 2010-ի այսօրը Սերժ Սարգսյանը Կոնրադ Ադենաուրերի հիմնադրամում բաց տեքստով դժգոհում է Ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցների ոչ հստակ դիրքորոշումից։ Ամբողջ աշխարհին հայտնի է, որ ադրբեջանցիներն են հարձակվել Մինսկի խմբի համանախագահները, ուրեմն Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը Հարավային Կովկասում ընդհանուր գնահատականներ են տալիս եւ կողմերին կոչ են անում սադրանքների չգնալ։ Այսինքն կողմերն ովքեր են թույլ տվեք ասել։ Ով էր կոնկրետ ինցիդենտի մեղավորը։ Երևանում 2010-ի այսօրը քաղաքացիները բողոքում են օտարալեզու դպրոցների բացման համար լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնության դեմ։ Իմ մայրական լեզուն հավիտյան օսմանյան գայթերությունը չգրտավ քանթել մեզ, այսօրվա տավաճանները մեր երկիրը ծախում են։